Ինչը մեզ այսպես ոգևորեց, որ կարողացենք sense խաղ ցույց տալ։ Դե ավելի շատ հավաքվեցինք, որովհետև շատ էին մեր թիմին տղաներին ու մարզերին քննադատում, մենք պետք է միասնական լինեինք, ու դա էլ արեցինք։ Իսկ ինչն է մեր խնդիրը Մալթայի հետ խաղում։ Դե ուղղակի պատահականություն էր, տենց պետքա չլիներ այդ շուտ գոլը, այդ ստացվեցին այդ պահերը, ուղղակի շատ վատ օր էր, թե չէ տղի ինչ-որ գլոբալ լուրջ խնդիր չկար նամաշտանում։ Լավ, Դանիայի հետ խաղը կարելի է երևի համար մեր ամենալավագույն խաղերից մեկը հավաքականի պատմության համաձայն ես եւ ինչն էր այս պահին այսպեսի խաղ ցուցադրելու հիմնական այդ գաղտնիքը ինչ մեր տղաները ու թիմը այդ հնարավորությունը ունեն, որ այսպես խաղ ցուցադրենք ու sense հավաքականների sense հաշվով հաղթելու, ուղղակի չէր ստացվում ինչ-որ պատճառներով։ Հիմա դա ամեն ինչը ոնց որ մի կողմ դրվեց, ու այդ ամեն ինչը ստացվեց։ Դավիթ, այս Մալթայի հետ պարտություն կրելուց հետո շատ էր խոսում, որ հավաքականի ներսում են ինչ-որ անհարթ վիճակներ, որոշ ֆուտբոլիստներ իրար հետ չեն խոսում, կամ ինչ-որ լարված է իրավիճակը, նման բան կա արդյոք։ Չէ, դա բան հնարավոր չի լինի մեր հավաքականում, որովհետև մենք մեծացել ենք իրար հետ, մենք ընկերներ ենք եղել վաղուց վանից ու մեր թիմում ուղղակի հիանալի մթնոլորտ է ու այդ պարտություններն էլ ոնց որ մեր թիմը չքանդեցին, որ շատ դեպքերում լինում է այդպես, որտեղ հաղթանակների դեպքում բոլորը իրար հետ են, բոլորը ընկերներ են, բայց կարևորն է, որ այնց պարտությունների դեպքում միասին լինենք ու մենք եղանք։ Իսկ խաղից առաջ մտածում էր ինչ-որ մեկ օր նման հաշիվ լինեն։ Սուտ կլինի ասեմ, որ տենց 4-0 ենք պատկերացնում, բայց բոլորս վստահ ենք, որ հաղթելու ենք, անգամ վստահ ենք, որ մեծ հաշվով, բայց 4-0 չենք մտածում։ Իսկ խաղից հետո հանդերձան ինչ էր կատարվում։ Ուղղակի բարձր երաժշտություն։ Ինչ երաժշտություն։ Տարբեր։ Հայկական։ Չէ։ Տարբեր, ուղղակի ուրախանում ենք, միտակցում ենք, ինչ կարևոր հաղթանակ է։ Ովացներ, ինչ աներ, տարբեր բաներ։ Բոլոր ուրախանում։ Իհարկե։ Հաղթել ենք 4-0 Դանիային, ոնց կանանով։ Եվ իրար հետ խոսել եք, չէ՞, առաջիկայում ինչ եք պլանավորում, ոնց եք խաղալու, ինչ եք անելու։ Չէ, դե հիմա դեռ շուտ է դրա մասին խոսելը, հիմա ամեն մեկը գնաց իր ակումբ, պետք է առավելագույնս պատրաստվի ես մտակա խաղերին ու գիտակցի, որ իր խաղը կարևոր է հավաքականի համար։ Լավ, մեկ էլ վերջին հարցս, որոշ ֆուտբոլիստներ չեկան Երևան, որտեղ են իրենք։ Իրանք մնացին Դանիայում, Կոպենհագենում, որտեղ տարբեր տեղեր են թռնում, իրանց ակումբներում արդեն սկսում է այդ հավաքները։ Գալիս։ Ով գալիս էր եկավ։ Ով Երևան էր գալիս ու ով արձակուրդ ուներ եկավ, Կարլեն Երեկո, իրանք արձակուրդի մեջ են եկան, իսկ ովքեր որ արդեն պարապմունքները սկսում են, նրանք մնացին այնտեղ ու կմիանան իրաց թիմերին։